Ողջույն, եթե հայտնվել ես YouTube-յան մեր ալիքում, հետևաբար սիրում ես գրքեր, ինքնազարգանալ և ինքնակրթվել։ Այս ալիքում կգտնես օգտակար և կրթական տեղեկատվություն։ Իսկ հիմա անցնենք մեր երրորդ գրքին։ Ռոբերտ Կիոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»։ Հիշեցնենք, որ Zut Story YouTube-յան էջը հանդիսանում է հայալեզու առաջին ալիքը, որը ստեղծում է ուսուցողական կրթական բովանդակություն։ Գլուխ 1. Մեզ դպրոցներում երբեք չեն սովորեցնում գումարի հետ ճիշտ վարվել։ Երեխաներին ավելի շատ սովորեցնում են հետևել կանոններին ու ենթարկվել, քան օգտագործել ստացած գիտելիքը կյանքում։ Շատ հմտություններ, այդ թվում ֆինանսական գրագիտության կրթություն տրամադրելու պարտականությունը մնում է ծնողների վրա։ Եթե ծնողներն այստեղ ձախողում են, երեխան մեծանում է առանց ֆինանսական գրագիտության։ Իսկ սա նշանակում է, որ դպրոցի գիտելիքն անօգուտ էր։ Դպրոցը կարևորագույն գործոն է նախնական գիտելիք ստանալու համար, սակայն հիշենք, որ նախ դպրոցն ի սկզբանե նախատեսված է եղել լավ աշխատողներ, այլ ոչ գործատուներ թողարկելու համար, երկրորդ, դպրոցական համակարգը սպանում է ստեղծագործական միտքը։ Երրորդ, շատերի համար դպրոցն իրենց կյանքի կրթության վերջնակետն է, մինչդեռ մյուսների համար մեկնարկային կետը։ Սա է պատճառը, որ եթե անգամ մարդը գերազանցությամբ է ավարտել դպրոցը, նա կարող է դառնալ լավ աշխատակից ու հավերժ պատկանել միջին խավին, քանի որ չգիտի ինչպես ղեկավարել իր ֆինանսական հոսքերը։ Շատերն այդպես էլ մեծ հաղթանակներ չեն ունենա, քանի որ վախենում են պարտությունից։ Այստեղ նույնպես մեղավորը դպրոցն է, որտեղ պատժում են սխալների համար և սովորեցնում, որ սխալվելն ամենավատ բանն է։ Սակայն եթե հարցը դիտարկենք ավելի խորքային, մարդիկ սովորում են հենց սխալների վրա։ Աղքատ մարդիկ պնդում են, որ ամեն տեսակ չարիքի հիմքը փողի նկատմամբ սերն է, կամ արդարացնում են հարուստ լինելու ցանկության բացակայությունը նմանատիպ արտահայտություններով։ Ես անհանգստանալու ոչինչ չունեմ, ես դեռ երիտասարդ եմ, կամ եթե ուզեմ հաստատ կհարստանամ, ուղղակի դա ինձ դեռ պետք չէ։ Այս բոլոր արտահայտությունների խնդիրն այնն է, որ մարդը շարունակաբար կորցնում է ամենաթանկը՝ ժամանակը։ Որքան ուշ է մարդ սկսում կրթվել և ներդրումներ անել, այնքան քիչ ձեռքբերումներ է ունենում։ Ձեր կրթությունը միշտ պետք է առաջնային տեղում լինի, քանի որ բանականությունն ու ուղեղը ձեր ունեցած ամենաուժեղ գործիքներն են։ Ֆինանսական անկախության հասնելու համար պետք է աշխատեք ձեր մտքերի և համոզմունքների վրա։ Օրինակ, եթե դուք ունեք հարուստ մարդու մտածելակերպ, ապա անգամ ձեր ողջ գումարը կորցնելուց հետո միջոցներ կփնտրեք կյանքի առաջվա որակը վերականգնելու համար։ Իսկ աղքատի մտածելակերպով մարդիկ այդպես էլ կմնան աղքատ, քանի որ սովորել են իրենց կարգավիճակին։ Նույնիսկ եթե նրանց միլիոններ տաս, մեկ տարի հետո նրանք նույն անդունդում կլինեն։ Հարուստների և աղքատների հիմնական տարբերակիչ հատկությունն այն է, որ աղքատները գիտելիք են ձեռք բերում ուրիշի համար աշխատելու համար, իսկ հարուստները սովորում են, որպեսզի գումարն էլ ավելի շատ գումար բերի և ուրիշներն աշխատեն իրենց համար։ Երբ մարդ ոչնչի չի ձգտում, ունի ցածր վարձատրվող աշխատանք, իսկ տուն վերադառնալուց հետո ժամանակն անցկացնում է բազմոցին հեռուստացույցի դիմաց, նա սկսում է իր անհաջողություններում մեղադրել բոլորին՝ ղեկավարին, ընտանիքին, յուրաքանչյուրին, միայն ոչ ինքն իրեն։ Այսպիսի մարդիկ հույս ունեն, որ իրենց բոլոր ֆինանսական խնդիրները կլուծվեն հրաշքով։ Իսկ նպատակասլաց մարդիկ առաջ գնալու համար ամեն օր պայքար են մղում, նոր գիտելիք ձեռք բերում և փորձում կուտակել հնարավորինս շատ, որպեսզի ներդրումներ անեն և տոկոսներ ստանան։ Մարդկանց մեծամասնությունն իր լավագույն տարիները ծախսում է գումար վաստակելու վրա, իսկ հետո վատնում ամբողջը անպետք իրերի վրա և մնում ձեռնունայն։ Ավելի շատ վաստակելիս ծախսում են էլ ավելի շատ։ Նման մարդիկ ինչքան էլ շատ վաստակեն, կշարունակեն ապրել աշխատավարձից աշխատավարձ կամ ավելի վատ, պարտքեր կկուտակեն։ Ինչպես վճարել բնակարանի վարձն ու ինչպես շաբաթվա վերջում գնալ ընկերների հետ մի քանի բաժակ խմելու։ Նրանք չեն պլանավորում այնպիսի տարբերակ, որի օգնությամբ այլևս ստիպված չեն լինի աշխատել ուրիշների համար։ Իսկ իրականում պետք է ամեն օր, որտեղ էլ որ աշխատեք, ինքներդ ձեզ հարց տաք. ինչպես կարող եմ ավելին վաստակել։ Ձեր միտքը նոր հնարավորությունների հուշումներ կտա, որոնք մինչ այդ չէիք նկատում։ Օրինակ, պատկերացնենք, թե դուք մեքենաների արհեստավոր եք։ Բացի հիմնական աշխատանքից կարող եք հոլովակներ նկարել, որտեղ կպատմեք և ցույց կտաք այս կամ այն մեքենայի վերանորոգման մասին։ Հոլովակները կարող եք տեղադրել YouTube-յան հարթակում կամ վաճառել որպես ուսուցողական նյութ։ Մանրամասն պլանավորելու դեպքում կարելի է լրացուցիչ գումար վաստակելու այլ տարբերակներ ևս գտնել։
Այսպիսով, շարունակելով անել միևնույն աշխատանքը, դուք եկամուտ կստանաք և վերանորոգումից, և ուսուցողական հոլովակներից։ Գլուխ 3. Ինչպես ամեն շինություն ամուր հիմք պետք է ունենա, այնպես էլ յուրաքանչյուր մարդ պետք է ձեռք բերի ֆինանսական գրագիտություն։ Ինչու՞։ Առանց դրա մարդն անգամ մեծ ցանկության դեպքում չի կարող հարստանալ, քանի որ չգիտի, թե ինչպես։ Այս պատճառով դեռ վաղ տարիքից մարդ պետք է յուրացնի հիմնական օրենքները։ Յուրաքանչյուր մարդ պարտավոր է իմանալ ակտիվների, եկամտաբեր ունեցվածքի, և պասիվների, ծախսերի և պարտավորությունների տարբերությունը։ Հարուստները հիմնականում ակտիվներ են ձեռք բերում, իսկ միջին և ցածր խավը պասիվներ։ Եկեք հասկանանք։ Ցածր խավի մարդկանց եկամուտը հիմնականում բաղկացած է միայն աշխատավարձից, իսկ ծախսերը ներառում են հարկերը, կոմունալ վճարները, սնունդը, հագուստը, ճանապարհածախսը և այլն։ Որպես պասիվ նրանք սովորաբար ունենում են հիպոթեկային վարկեր, տուն, մեքենա, իսկ ակտիվներ առհասարակ չունեն։ Հարուստների մոտ ակտիվներում կտեսնեք արժեթղթեր, պարտատոմսեր, անշարժ գույք, ինչպես նաև մտավոր սեփականություն, որոնք բոլորը միասին եկամուտ են ստեղծում։ Այստեղ կարող ենք թվել նաև շահաբաժինները, տոկոսները, վարձակալությունից առաջացող եկամուտները, ինչպես նաև հեղինակային հոնորարները։ Աղքատ մարդը կարող է մտածել, որ իր տունն իր ամենամեծ ակտիվն է, սակայն իրականում դա իր պասիվն է, քանի որ տան վրա նա մեծ գումարներ է ծախսում։ Կամ օրինակ վերցնենք տնային կենդանիներին, կատվին, պետք է գումար ծախսել սննդի, դեղերի և ընդհանուր խնամքի վրա։ Եթե դուք չեք բացել ձեր կատվի Instagram-ի էջն ու նրա նկարներից և ռիլերից ավելի շատ գումար չեք վաստակում, քան ծախսում եք նրան պահելու համար, ուրեմն կատուն ձեզ համար պասիվ է։ Հարուստ մարդիկ, մինչ որևէ պասիվ ձեռք բերելը, օրինակ մեքենա, այնպես են անում, որ իրենց ակտիվները բավականաչափ գումար բերեն դրա սպասարկման համար։ Այսինքն, ակտիվը միշտ ավելի բարձր պետք է լինի, քան պասիվը։ Հենց այդ պատճառով, պահպանելով ձեր հիմնական աշխատանքը, սկսեք ակտիվներ ձեռք բերել։ Ակտիվների շարքին կարելի է դասել այն բիզնեսները, որոնք չեն պահանջում ձեր ֆիզիկական ներկայությունը, բաժնետոմսերը, պարտատոմսերը, եկամուտ բերող անշարժ գույքը։ Ֆինանսական գրագիտություն ձեռք բերելու համար անհրաժեշտ է գիտելիք ձեռք բերել 4 հիմնական ոլորտներից։ Առաջին՝ հաշվապահություն։ Այստեղ դուք կսովորեք հասկանալ ֆինանսական զեկույցները և տեսնել ցանկացած բիզնեսի թույլ և ուժեղ կողմերը։ Երկրորդ՝ ներդրումներ։ Սա փողի մասին գիտություն է։ Փող, որը կօգնի վաստակել էլ ավելի շատ։ Երրորդ՝ շուկայի վերլուծություն, առաջարկի և պահանջարկի ուսումնասիրություն։ Այստեղ պետք է հասկանալ, արդյոք տվյալ ներդրման մեջ իմաստ կա, թե ոչ։ Օրինակ, մարդիկ շարունակելու են կոկա-կոլա գնել, թե դրա նկատմամբ պահանջարկն ընկնելու է, և այս ոլորտում ներդրումներ անել չարժե։ Չորրորդ՝ տնտեսության օրենքների իմացություն։ Գլուխ 4. Այսօր շատերն ապրում են պահպանելով հին մտածելակերպը, որոնք փոխանցում են նաև իրենց երեխաներին։ Օրինակ, լավ աշխատանք գտիր, միայն այդպես կարող ես բավականաչափ գումար աշխատել։ Սակայն ժամանակները փոխվում են։ Գաղափարները, որոնք աշխատող էին նախկինում, այլևս արդիական չեն։ Բոլոր նրանք, ովքեր կմնան կառչած հին գաղափարներից, չեն կարողանա հարստանալ։ Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնք չեն վաստակում այնքան, որքան կարող էին։ Պատճառն այն է, որ նրանք չգիտեն ինչպես վաճառել իրենց ծառայությունները, քանի որ դրա համար միայն տաղանդավոր լինելը բավական չէ։ Սակայն եթե նրանց մոտ բարձրաձայնեք այս միտքը, նրանք կհակադարձեն, ասելով, որ վաճառքի բոլոր հաջողակ մասնագետները խաբեբա են, և որ իրենք այդպիսի գիտելիքի կարիք չունեն։ Նմանատիպ մտքերը նույնպես հին պատկերացումներ են, որոնք պետք է փոխել։ Արդյունքում նրանք շարունակաբար կատարելագործում են իրենց հմտությունները, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում այդ հմտությունները լավագույնս ներկայացնելու և վաճառելու համար։ Եթե գիտեք ձեր գիտելիքն օգտագործելու ձևը, առիթը միշտ կգտնեք։ Օրինակ, անհամեմատ շահավետ գնով անշարժ գույքի ձեռքբերման լավագույն տարբերակներից է սնանկ ճանաչվածների շուկայական հարթակներից օգտվելը։
Երբեմն այստեղ հնարավոր է գնել տներ և բնակարաններ շուկայականից կրկնակի մատչելի գնով, իսկ հետո վաճառել իրական արժեքից 20-ից 30% էժան գնով։ Ստացված տարբերությունը կկազմի ձեր եկամուտը։ Գլուխ 5. Հաճախ ֆինանսական անկախության հասնելու ճանապարհին մարդիկ հանդիպում են խոչընդոտների։ Առաջին խոչընդոտը գումար կորցնելու վախն է։ Հիշեք, որ յուրաքանչյուր հարուստ մարդ իր կյանքի որևէ փուլում գումար է կորցրել։ Աղքատներն այնքան են վախենում գումար կորցնելուց, որ ոչ մի ներդրում չեն անում, արդյունքում չեն վաստակում ոչինչ։ Եթե ուզում եք սկսել ներդրումներ անել, պատրաստ եղեք, որ ձեր ներդրած գումարն առնվազն 3 տարի ձեզ եկամուտ չի բերելու։ Երկրորդ խոչընդոտը կասկածներն են։ Մենք հաճախ մտածում ենք, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի։ Մտածում ենք, իսկ եթե հանկարծ, օրինակ, իսկ եթե հանկարծ տնտեսական ճգնաժամ սկսվի անմիջապես իմ ներդրումից հետո։ Հաճախ մեր հարազատներն ու ծանոթներն ավելի են խորացնում իրավիճակը, խորհուրդ տալով չմտնել գործի մեջ։ Արդյունքում մեր կասկածները ստիպում են ոչինչ չձեռնարկել։ Իսկ հետո լուռ հետևում ենք, թե ինչպես են մեր կողքով անցնում հնարավորություններն ու առհասարակ կյանքը։ Ուստի, եթե ինչ-որ բանում կասկածում եք, չարժե խորհուրդ հարցնել այն մարդկանցից, ովքեր գործից լավ չեն հասկանում։ Ինքնուրույն արեք ձեր վերլուծություններն ու ամեն ինչ տեղը կընկնի։ Երրորդ խոչընդոտն ալարկոտությունն է։ Հարուստները երբեք չեն ասում, ես չեմ կարող ինձ թույլ տալ ունենալ այսինչ բանը։ Դա ոչ թե ձեր, այլ ձեր ալարկոտության ձայնն է։ Հարուստ հայրերն իրենց երեխաներին սովորեցնում են հարցի ճիշտ ձևակերպումը։ Ինչպես կարող եմ այսինչ բանն ունենալ։ Այս տարբերակով ուղեղը կենտրոնանում է միջոցներ և ճանապարհներ փնտրելու վրա։ Ձեր ներսում հավերժ պայքար է բանականության և սրտի միջև։ Սիրտն ու ոգին ասում են, պետք է մարզվել, գնալ վազելու, իսկ բանականությունն ասում է, դու հոգնած ես, կարող ես մի օր էլ հանգստանալ և այդպես ամեն օր։ Կամ սիրտն ասում է, որ ժամանակն է որևէ բան անել գումար վաստակելու համար։ Միտքն ասում է, կսկսեմ մեկ այլ օր, հիմա մի փոքր հանգստանալու ժամանակն է։ Չորրորդ խոչընդոտը մեծամտությունն է։ Երբ հասկանում եք, որ գիտելիքից կաղում եք, գտեք մասնագետի, ով կօգնի բացը լրացնել, կամ գտեք այն գիրքը, որը կտա ձեր հարցերի պատասխանը։ Սակայն մարդկանց մեծամասնությունը չի ուզում ընդունել, որ որևէ բան չգիտի, ուստի չեն էլ ջանում որևէ նոր բան սովորել։ Այսքանով գրքի սեղմագիրն ավարտվում է։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք այն, սեղմեք զանգակի կոճակը և մեկնաբանություններում թողեք ձեր կարծիքն այս գրքի մասին։